Դեյք ողջին որովի բարև ձեզ բարի գալուս կավեջի լիգա։ Այո հարգելներս, մեկ շաբաթ անցավ առաջին հաղորդումից հետո և մենք դեռ չգիտենք հարգելիներս թե ովքեր են հաղթել առաջին հաղորդման ընթացքում։ Մեր ժյուրի անդամները նույնն են, կրկին տեղում են, եկավ ժամանակը, որպեսզի մենք տեսնենք առաջին հաղորդման բալերը, թե ժյուրիի որ անդամը ինչպես է գնահատել։ Եվ այսպես, Սուրեն Շավերդյանը իր 3 բալերը բաշխել է հետևյալ կերպ։ Մեկ միավոր Սուրեն Շավերդյանը տվել է Ռաֆայել Յոնասյան և Տրիո Ստուդիո։ Մեկ էլի մարդիկ կա, որ գնահատել են, Ռաֆջան։ Շնորհակալություն, Ռաֆջան։ Այո, մեկ։ Սուրեն Շավերդյանը 3 բալը և 2 բալը բաշխել է հետևյալ կերպով։ 3 բալ տվել է Լուիզա և ընկերներ, 2 բալ և շոու դպրոց։ Անարտարա, դու բացատրի չի ատենց տվել։ Դուրս գանք դուրս։ Այդպես եմ ճիշտ համարել։ Ես բավարարված եմ։ Այո, այդպես եմ ճիշտ համարել։ Շարժվենք առաջ, հաջորդը մեզ մոտ Արտյոմ Կարապետյան։ Արտյոմը 1 բալ տվել է Լուիզա Ներսիսյանին և ընկերներին։ Ինչի համար, Արտյոմ ջան։ Այս թիմը պրոֆեսիոնալ թիմ է, իրանք իրանց կյանքում ենքան բալեր են տարել, դրա համար ասեցի ջահելներին շատ տանք, էլի։ Հրաշալի մեկնաբանություն, բավարարված ենք Ռաֆջան։ Պորտս տեղը դրի, իրապեր, օքեյ։ Այո, Արտյոմ Կարապետյանի պորտատեղադրումը հրաշալի անցավ։ 2 բալ և 3 բալերը Արտյոմ Կարապետյանը բաշխել է հետևյալ կերպով։ 3 բալ Ռաֆայել Յոնասյան Տրիո Ստուդիո։ Ապրես, գրգեք, ձեր հոպանա, գրգեք, երեխեք ջան, ձեր հոպանա, մտեք։ 2 բալ և շոու դպրոց։ Ծափարությունները Գրիգոր Դանելյանը բաշխել է հետևյալ կերպով։ Ապեր, եթե դու 1 միավոր տվել ես Տրիո Ստուդիոյին, լիքը ծրողներ 1 միավոր այդ փողից գանեն։ Ես 1 միավոր և շոու դպրոց։ Ապրես, Գոգոր ջան, վերևն աստված կար, ապրես։ 2 միավոր և 3 միավորները Գրիգոր Դանելյանը բաշխել է հետևյալ կերպ։ 2 միավոր Լուիզա Ներսիսյան և ընկերները, 3 միավոր Տրիո Ստուդիո։ Գնացեք, գնա, սպասել չկա, կզեք, ձեր շեփի կզեք։ Ռանը Ռադովացը, ես առաջին հաղորդման ժամանակ հարգելիներս ասացի, որ սպասումների արդարացում, այսինքն ես անկեղծ ասած մի քիչ ավելի սպասում էի, որ կարողա վատ լինի, դինամիկա չլինի և այլն, դրա համար այդ ձևով վարվեցի, այսինքն սպասումներիցս ավելի բարձր բան տեսա, այսպես ասած։ Լուիզա ջան, ձեզ շատ սիրում եմ, շնորհակալություն ձեզ, ձեր թիմին, բայց ինչպես նշեցի, ելույթը ինձ համար շատ ավելի երկար էր, իսկ այս ֆորմատը պահանջում ավելի քիքլիկ և դինամիկ ելույթ, և շոու դպրոցն էլ բարդ ֆորմատ էր վերցրել, որը պետք է ավելի, կարծում եմ, կատարելագործել, որտեղ այսքանով դեռ ամեն ինչ չի ավարտվում։ Այո, բնականաբար մենք էլի հարգելիներս, որովհետև մենք առջևում ունենք դեռ ելույթ, օրինակ այսօր մենք կտեսնենք և փորձենք էլի մեր գնահատականը։ Շնորհակալություն, ծափարությունները Գրիգոր Դանելյան։ Հաջորդը մեզ մոտ Գարիկ Սեփխանյան։ Գարիկի բալերը հետևյալն են։ Գարիկը 1 բալ տվել է Ռաֆայել Յոնասյան և շոու դպրոց։ 2 և 3 բալերը հետևյալն են։ 2 բալ Լուիզա Ներսիսյան և ընկերներ,
Ռաֆել Յանոսյան եւ Տրիո ստուդիայի Չասի։ 3 վար։ Չասի ժողովուրդ ջան, ծախված խաղ է այս խաղը։ Իրանց երեխեքին առաջ են տանում։ Ցելի Տրիո ստուդիոյին բերեն դե նստեցել են, գոռում են բրավո, բրավո։ Վաղը ձեր դպրոցի կկանչեք։ Գոր Հակոբյան, գոնե դու արդար ախպերս։ Գոր Հակոբյան։ Ապրեք, Ես ավելի շատ ուզում էի, որ բոլոր թիմերին 3 բալ ապրես գոր ջան։ անեի, որ բոլորին ոգևորեին։ Բայց Քանի գորգորը որ ձեր չթողեց։ մոտ այդ սահմանափակումն է, ես անկեղծ ուզում էի բոլորին 3 բալ բանա։ Այո։ Եվ այսպես Գոր Հակոբյանը հետևյալ բալերն է նշանակել։ 1 բալ եւ շոու դպրոց, 2 բալ Լուիզ Աներսյան եւ ընկերներ, 3 բալ Ռաֆել Յանոսյան եւ Տրիո ստուդիո։ Ռազմիկ Այմանին եք բալ է տանում։ Okay։ Եվ այսպես որքան էլ դաժան է հնչում, սակայն մրցույթ է։ Մեր մրցույթում արդյունքները առաջին հաղորդման հետևյալն են։ 7 միավոր եւ շոու դպրոց, 10 միավոր Լուիզա եւ ընկերներ, 13 միավոր Տրիո ստուդիո եւ Ռաֆել Յանոսյան։ Որպեսզի այս ատմոսֆերան թուլանա արգելներս։ Այո, եկեք Տրիոյից 4 միավոր անենք։ Ահա, պարտադիր։ Բայց սա այնպիսի խաղ է, որ այս խաղի ընթացքում մենք ունենք մրցույթներ, Կրինք աղբեր։ բնականաբար բալերի փոփոխություն եւ տատանում է լինելու։ Այդ իսկ պատճառով միանշանակ, ոչ մի բան միանշանակ չէ։ Մանավանդ, որ բալերի տարբերությունը այդքան շատ չէ։ Ընդամենը մաքսիմում 6 բալի տարբերություն։ Դες մենք սկսենք Կամեդի լիգայի երկրորդ հաղորդումը։ Մեր հաղորդման գլխավոր գործընկեր Տինտակոլը ձեզ է ներկայացնում TK50 սալիկի սոսինձը։ Մեծ սալիկներ դնելը խիզախություն է, իսկ ճիշտ սոսինձ ընտրելը իմաստություն։ TK50-ը ունի բարձր կպչողունակություն, արագ կարծրանում է եւ ունի տարիների ամրություն։ Միայն 24 ժամ եւ մակերեսը պատրաստ է շահագործման։ TK50, երբ սալիկը մեծ է, վստահությունն էլ պետք է լինի մեծ։ TK50 եւ չկա խնդրեմ։ Ավանդույթը չխախտելով, ուրիշ պրոջեկտ Դավիթ Համբարձումյան, նույնիկ է DJ Դավիթյան։ Բրավո Դավիթ ջան, Դավիթ Համբարձումյան նույնինք է DJ Դավիթյան։ Եվ այսպես հարգելիներս երկրորդ հաղորդումն է, մեր հաղորդման ընթացքում, մանավանդ առաջին հաղորդման ընթացքում մեզ մոտ տեղի ունեցան բավական սուր կատակներ ժյուրիի հասցեին եւ առասարակ մեկը մյուսի հասցեին։ Առասարակ մարդիկ նեղվում են մեկը մյուսի նկատմամբ սուր հումորներից։ Կարծում եմ
պետք չէ նեղվել։ Պետք է ունենալ ինքնահեգնանք։ Հենց այդ կապակցությամբ ես ուզում եմ այսօր այստեղ հրավիրել մեր Անդոյին, Արոյին եւ Հենոյին ձեր ծափարությունների ներքո։ Ես Հենոնն եմ։ Ասեմ, որ աղջիկները շատ են սիրում իմ հետ հանդիպման գնալ, բայց ոչ թե ռեստորան կամ սրճարան, այլ սուպերմարկետ։ Քանի որ ի տարբերություն սուպերմարկետի սայլակի, իմ հետ կարաս խոսալ։ Ես Արոն եմ, ինչպես տեսնում եք, ես չունեմ ոտքեր։ Չէ, ավելի ճիշտ ունեմ, բայց երկաթից։ Ես ամենաշատը վախենում եմ անձրևոտորերին դրսում քայլելուց։ Չէ, չեմ վախենում, որ ոտքերս կժանգոտի։ Վախենում եմ, որ կայծակը կխփի։ Էդից լավ կհասկանամ բրեկետո մարտիկ, դալիճում կան բրեկետո մարտիկ, կայծակի ժամանակ հանկարծ չժպտակ։ Ես Անդոն եմ ու եթե հանկարծ որևէ մեկիդ նկարը Instagram-ում լայքեմ, չմտածեք էլի, տենց տեսել եմ, հավանել եմ, լայքել եմ։ Չէ, ուղղակի շատ պատահաբար ձեր նկարի վրա փռշտացել եմ։ Ես ամուսնացած եմ, իմ կինս տեղա մի հատ բարձր ծափարեք կնոջս, խնդրում եմ այդ բարձր գեղեցկուի կինս տեղա։ Նո, երևի գեղեցկուի։ Ես ինչի համար եմ ասում, որ իմ երկրպագույները իմանան, էլի, որ սիրտը զբաղված է, որովհետև իմ կինը իմ կողքին շատ երջանիկ է, շատ։ Որովհետև ինքը իմ կողքին կարա լինի նենց, ոնց որ ուզում է։ Ունեք կարա լինի առանց ֆենած մազերի, առանց մեյքափի, առանց փողի, այդեպ ես կապակցությամբ ուղիղ հարց հաղորդման պրոդյուսերին, Վահե ջան, մեր փողերը եփ ես տալու ախպերս։ Անդո էստեղ եմ։ Որտե՞ղ ես, չգիտեմ, որտեղ ես տալու մեկը։ Այդ ում խոսքերն ա, կասես ինձ։ Այդ իմ խոսքերը չի, այդ կնոջս խոսքերն ա։ Հե, արա տաղա։ Էդ էլ իմ խոսքերը չեն, էդ էլ փոքր աղջկաս խոսքերն են։ Անդո ջան, ես առաջարկում եմ նախագիծը ավարտվի, ձեր գումարները կտամ։ Չէ, ինչ նախագիծը ավարտվի, ախպեր, ձմեռը 1000-ի ծախս ունենք, բան ունենք, այնտեղ գազ, լույս, նուհա գազ, ախպեր, բայց փող պետք է տաս, ախպեր։ Հասկացա, լավ, ինչ ծախսեր ունեք, ասեք։ Այ Վահե ջան, այ ցավը տանեմ, ձմեռը ասֆալտը սառածա։ Ես պագաշկը պետք է փոխեմ, զիմնի պագաշկը գցեմ տակը։ Համելս վերջերս նարդոսում թույն ձմերուկ բանտաժ եմ տեսել։ Դրանցից եմ ուզում առնել։ Հասկացա։ Տենց, ես էլ ծախսեր ունեմ, գրանցվել եմ, որ գնամ բժշկի։ Գնաս բժշկի ինչ անես։ Խադավիկի, ոտերս կգեմ։ Բացի այդ մի շաբաթից հարսանիք եմ, պետքա գնամ պոլիշ պալիրովկա։ Բայց մի խոսքով, եթե մեր փողերը չեք տալիս, մենք գնում ենք Վումս կլաբ։ Վումս գլավ գնում եք ինչ անեք, ում տեղը խաղաք։ Մենք ոչ մի բանով իրաց մասնակիցներից չենք տարբերվում։ Օրինակ ես 1-ին 1 պոնշն եմ։ Ինչով դու պոնչի նման ընկեր։ Ես էլ պոնշն եմ։ Մեր քաշից 30 կիլոգրամ կորցրել ենք։ Ուղղակի մի տարբերությամբ։ Ինք իր կամքով ես չէ։ Հարց կա, դա դու։ Դե որպես տենց է, ես էլ բոնին եմ։ Դու ես բոնին։ Դե երկուսս էլ նույն բոյի ենք։ Ես նստած սայլակին, ինքը կանգնած տաբուրետկին։ Է, որտեղ շարժվենք ախպեր, ես էլ Լիլի Մորտոն եմ։ Դու ես Լիլի Մորտոն։ Բացատրեմ հատուկ դժվար հասկացողների համար։ Նայ, ես Լիլի Մորտոին ընդհանրապես չեմ տեսել։ Ասեմ ավելին, ես ինձ էլ ընդհանրապես չեմ տեսել։ Ու այս ժողովուրդը Լիլի Մորտոին միջև վիրահատությունները չի տեսել։ Հիմա դու բացառում ես, որ ասենք միջև վիրահատությունների Լիլի Մորտոն ու ես 1-ին 1 իրար նման են։ Okay, համաձայն եմ։ Դե լավ, տղեր ջան, այդ դեպքում խնդրում եմ հայտարարեք ներկայացեք ժյուրին ու սկսենք այսօրվա հաղորդումը։ Գնացինք բարձր ծափահարություններով ժյուրին։ Իդեպ նրանց կազմը չի փոխվել։ Միանգամից ասեմ, ես ծնվել եմ Շիրակի մարզում ու շատ ուրախ եմ, որ մեր ժյուրիի կազմում են գտնվում մեր սիրելի գյումրեցիներ Գոռ Հակոբյանն ու Արտյոմ Կարապետյանը։ Տղեկ ջան, ես ձեզանից մեր գյուղի կարոտն եմ առնում, որովհետև այսքան ժամանակ Երևանում ապրելուց մեկը ձեր վրայից էլի գալիս է Գյումրվա հորած սպաների հոտը։ Ոնց արո, այդ հոտը Գոռի ու Արտյոմի վրից էր, արես գիտեմ Գարիկ Սեփխանյանի դուխու հոտ նախքան։ Այսօր ժյուրիի կազմում իրոք մեգա սիրված եւ ճանաչված մարդիկ են նստած։ Ու Գարիկ Սեփխանյանը։ Գարիկ ջան, Comedy Liga-ն Full House-ից հետո երկրորդ նախագիծն է, որտեղ դու ներկա ես ուղղակի որպես լավ մարդ։ Օ, ժյուրիի կազմում է նաև Գրիգորը Դանելյան, բարձր ծափար է Գրիգոր Դանելյան, ով շատ նախագծերի հեղինակ է, նրա հաջողված նախագծերից են Full House sitcom-ը, Դեպի ճամբարը, Սյուրպրիզ sitcom-ը եւ նրա
Չհաջողված նախագծերից մեկն է նրա որդի Ալբերտո Դանելյանը։ Կապարություններով Արտյոմ Կարապետյան։ Արտյոմ ջան, կարելի է ասել դուք մեր օրերի Օմար Խայամն եք։ Սա առաջ երթին գովեստի խոսքերը ուղված ձեզ, վիրավորանք ուղված Օմար Խայամին։ Բայց եթե Օմար Խայամը մեր հասարակությանը հայտնի է իր հանճարեղ քարյակներով, ապա դուք մեզ հայտնի եք ուղակի բանակումի Մինասի ճիշտ խոսքերով։ Բայց ես համոզված եմ, որ Հայաստանում շատ մարդիկ են էլի հայտնի իրանց խոսքերով, օրինակ, հունվարի 1-ից բոլոր թոշակները քարտով։ Նիկոլ ճիշտ խոսքեր։ Кто здесь заказывал яичницу? Գոր սխալ ռուսերեն խոսքեր։ Արա ոնց եմ ես ձեզանից զզվում։ Հայկ Մարության կարգի սերիալ։ Չէ, Հայկ Մարության քաղաքապետի հրաժարական։ Դե ինչ ես կանա։ Չէ, տեսեք, ընդհանրապես այսպիսի հումոր անում են հաջողված, կայացած, ինքնավստահ մարդկանց հասցեին, դրա համար Սուրեն ջան, ձեր վրայով այսօր կատակներ չունենք, կներեք մեզ։ Բոլորին անդրադարձանք, բացի հաղորդման հաղորդավար եւ պրոդյուսեր Վահե Խաչատրյանին, մի հատ բարձր ծափարեք Վահեին։ Այո։ Վահեն 40 տարեկան է եւ 40 թիվը շատ ուղիղ կապ ունի Վահեի հետ։ Հիմա բացատրեմ։ 40 տարի Մովսեսը ուղեկցեց իր ժողովրդին, առաջնորդեց ու իրանք գտան իրենց երկիրը։ Մուսալերան վրա 40 օր ժողովուրդը պայքարեց ու նրանք գտան իրանց ազատությունը։ Արա բայց 40 տարի ես Վահեի ծնողները չարչարվան, տանջվան, արա տենց էլ էսի մարդ չդառավ ախպեր։ Էլ չեմ ասում են ջայր ջիվար ախպոր մազերն է ձեռը սպիտակել է։ Անկել ջան, ես ինչ ես ասում, ես ասում։ Ախպեր էդ իմ խոսքերը չեն, էդ էլ Զոքանչիս խոսքերն են։ Բայց ինչ ես ոգետ ինձ բաներ ասում։ Փողերը, ապե փողերը եփ ես տա։ Եվ մեր երկրորդ հաղորդման առաջին մրցույթային ելույթը կունենա Լուիզա Ներսիսյանը եւ ընկերներ թիմը։ Ռոնալդ Ռեյգան, Հայկ Մարության, Վլադիմիր Զելենսկի, մարդիկ ովքեր փոխեցին իրենց մասնագիտությունը եւ դարձան դերասանից քաղաքական գործիչներ։ Ինչ պակաս քաղաքական գործիչ է մեր Լուիզա Ներսիսյանը։ Եվ այսպես պատկերացրեք, 2026 թվական Լուիզա Ներսիսյանը դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ ծափարություններով։ Համեցեք տիկին վարչապետ, համեցեք, ոնց ասել էի, կազմակերպել ենք, պատրաստել ենք, դասավորել ենք։ Շատ լավ, գիտես չէ, առավոտից հենց իմացել եմ, որ պաշտոն եմ ստացել, բոլորը հիշել են, որ ես իրենց մանկության ընկերն եմ, միասին նախագծերում ենք մասնակցել։ Գրիգոր Դանելյանը սպանեց, առավոտից զանգ հազանգ, սպանեց էլի, խնդրեմ, Գրիգոր Դանելյան, էլի զանգումա։ Հա Գոգ ջան, բարև Գոգ ջան, ոնց ես։ Չէ, իհարկե պաշտոնը ինձ չի փոխել։ Հա հիշում եմ, դե սյուրպրիզը ոնց կարող եմ մոռանալ։ Ռիփսիմեն ոնց է, լավ եք։ Հա խնդրի Գոգ ջան, հանգիստ խնդրի, քրոջ նման պատրաստ եմ քեզ օգնեմ։ Ինչ։ Օպերան քանդենք տեղը ճամբար բացես։ Գոգ ջան, դու այդ ոնց ես պատկերացնում, չէ, ես տես բան չեմ կարող անեմ։ Կներես էլի երկրորդ գից Մակրոնիկին նազանգում, լեչոյի ռեցեպտը պտի ասեմ, լավ, կապի մեջ, սպանեցին էլի, այդ տղամնը ոնց էր, տղա ջան, մի ատարի մոտս։ Կանչել եք տիկին վարչապետ, լսում եմ։ Ներկայացի։ Կարո Քուրաջան 26 տարեկան գյուղձոր աղբյուր։ Ինչ երկարա, կրնի քեզ կարճ ասեմ։ Խնդիր չեմ տեսել։ Կքը։ Լսի կքը, ուրեմն հիմա ես ուղիղ եթեր եմ մտնում, ոչ մեկի մոտս չթողնես, ոչ մի հարցով լսում ես, ես ժողովրդից հետ պետքա վերջապես մի հատ առանձնանամ ու անկեղծանամ։ Խնդիր չկա։ Ահա, մի հատ կնայես տեսքը ժողովրդական, հա։ Շատ ժողովրդական է տիկին վարչապետ, բայց մտածում եմ կարող է հետևի ֆոնին հեծանիվ դնենք։ Չէ, հեծանիվ այդ նախկիններին էր, իմը ձինը։ Ձի դնենք։ Այո, հիշում ես մեր կարգախոսը։ Իհարկե։ Իմ քայլը։ Իմ վազքը։ Ապրես։ Քո վազքը 150 կմ/ժ արագություն, դե վազի։ Կքը, մոռացա։ Կներեք տիկին վարչապետ, 1000 անգամ կներեք։ Քյու։
Դե գնացինք։ Բարև իմ ժողովուրդ, սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, որ տվել եք ձեր ձայները ինձ։ Ես կարդարացնեմ, այսօր ես լինելու եմ թափանցիկ եւ ուզում եմ միանգամից լսել առաջին հարցը, բայց մինչ այդ ուզում եմ նշել, որ վաղ առավոտյան 8:30 չմոռանաք լինել Չարբախի ձիարշավարանում, ամեն մեկը ձեր ձիով, միասին գնալու ենք Խաշի։ Եվ ինչ, ահա առաջին հարցը, Տիկին վարչապետ, շատ եմ խնդրում նախկիներին նստացրեք։ Ախր հարգելիներս, դուք ո՞նց եք պատկերացնում ես նախկիներին նստացնեմ։ Ախր այդ նախկիները ինչ են արել, որ ես իրանց նստացնեմ։ Իրինա Դանելյանը գնում է տուն, գալիս է գործի։ Ախր ես իրան շատ հարգում ու սիրում եմ, ես ինչի իրան նստացնեմ, ես չեմ հասկանում։ Լավ, հաջորդ մեկնաբանությունը, ճիշտ է, որ 7 սուպերմարկետները Հրանտինն է։ Ժողովուրդ ջան, սիրելիներս, մենք սուպերմարկետ չունենք, ասեմ ավելին, մենք ընդհանրապես սուպերմարկետ չենք գնում, մենք չենք սնվում, մեր միակ սնունդը ձեր սերն է, այնպես որ փոխանցեք, եւ ավելացնեմ, իմ աղջիկը գնալու է ծառայի բանակում, ճիշտ աղջիկները չեն ծառայում, բայց ինքը պիտի ծառայի։ Ներողություն, ես հարցով մի փոքր բորբոքվում եմ, մեզ է գրում Գրիշը Կամչացկին, ժողովրդի ծոցից, սիրելի վարչապետ, ինչ կլինի, օպերան քանդեք, տեղը ճամբար բացեք։ Գոքոր, չես ամաչում, հերիք չի ֆեյք էջերով ից գրես։ Սպանեց։ Ժողովուրդ ջան, ես ձեզ խոսք եմ տալիս, որ ոչ մի ծանոթի, ոչ մի պաշտոնյայի չեմ ընդառաջելու եւ ընդհանրապես ոչ մի բիզնես չեմ բացելու։ Միակ բիզնեսը ես կարծում եմ դա իմ փոքրիկ գողտրիկ անկյունն է, թատրոնը, որտեղ ես սիրում եմ աշխատել, թույլ կտակ ինձ թվում է աշխատել, չէ՞։ Շնորհակալություն։ Եվ ուզում եմ ասել, որ համեցեք դիտելու ներկայացումներ Կամերային թատրոնում, մեր հասցեն փոփոխվել է, Կամերային թատրոն, Բաղրամյան 26։ Տիկին վարչապետ կներեք 1000 անգամ այցելում ունենք։ Եթե Գաբաջանն է, ասա շորը կհագնեմ Թրամփի աղջկա խոսքապին, հետո կվերադարձնեմ։ Չէ, Գաբաջանը չէ, ասես նույն նախագծում է խաղացել։ Եթե Women's Club-ի պրոդյուսերն է, ասա այս ամսվա աշխատավարձը պետք չի։ Չէ, ինքն էլ չի, ասեց նույն նախագծում է խաղացել։ Եթե Գոքորն է, ասա օպերայի շենքը չեմ քանդելու։ Չէ, ինքը չի, եկեք աղջիկներ։ Ես չեմ հասկանում, բա ով է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, տիկին։ Վայ, աղջիկներ ջան, բարև ձեզ, դուք եք, հա, համեցեք։ Ոյ, տիկին վարչապետ, այնքան սիրում եք։ Տիկին վարչապետ, ես մազերը հասմիկն ալեր։ Տիկին վարչապետ, ձեզ պաշտոնը ընդհանրապես չի փոխել։ Նույն հյուրասեր, հյուրընկալ, գեղեցիկ։ Դե իհարկե չի փոխել, աղջիկներ ջան, համեցեք, դե մանավանդ ձեր ձայներից հետո ինչպես կարող է պաշտոնը ինձ փոխել։ Շնորհակալություն։ Նստեք։ Ոյ, լուսի նոր է ընտրվել վարչապետ, արդեն նստացնում է։ Պաշտոնը տենց բան է։ Դե ասեք, սուրճ, թեյ, հյութ։ Հող, բող։ Ես տիկին վարչապետ, ինձ թվաց մի բան կանի բառեր եք ասում, ասի շարունակեմ։ Չէ, Նարի ջան, տիկին վարչապետը նկատի ուներ թեյ, սուրճ, հյութ, թե դրանք մեզանից ով է ներմուծելու Հայաստան։ Տիկին վարչապետ, կարամ ձեթն ու շաքարավազի ես ներմուծեմ։ Երեխեք ջան, երբ եք հասկանալու, որ այս երկրում ով էլ ընտրվի իշխանության 3 բան մնալու անփոփոխ՝ հիմնը, զինանշանը եւ ձեթ ու շաքարավարներ ներմուծողը։ Տիկին վարչապետ։ Նախ շատ շնորհակալություն, որ մեզ ընդունեցիք։ Շատ, ախր շատ։ Իրոք մերսի, շատ քյուտ։ Երեխեք ջան, կներեք էլի, ես հասկանում եմ ձեզ, բայց ուղղակի ես շատ զբաղված եմ, ես պիտի աշխատեմ։ Լսեցիք ինչ ասում։ Աշխատեմ, չէ, մի չէ, Հայաստանում մինչև պաշտոն ստանալն են աշխատում։ Այդ պաշտոն ստանալուց հետո պաշտոնը պիտի աշխատի քո համար։ Դու պիտի վայել ես, հասկանես։ Հասկացեք, նախկիներից լիքը ծրագրեր ա մնացել, պիտի մշակեմ։ Այ նախկին օրենքների հետ կապված մենք ձեզ կօգնենք։ Տեսեք ինչ եք ուտում։ Նայեք ինչ եք սովորել, նայեք։ Մի րոպե, նայեք։ Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Ուղղակի
երանկյան ներկնացիկի քարակուսին հավասար է էջերի քարակուսների գումարին։ Ռուսաստանի մայրաքաղաքը Ուֆան է։ Երեխեք, ես ինչ եք անում։ Տիկի վարչապետ, կրթվել է նորացել։ Տիկի վարչապետ 1000 անգամ կներեք, այցել ունենք։ Տեսեք, երեխեք, այցելու նախարարն է։ Չէ, նախարարը չի։ Որտեղից կառավարությունից, հա։ Չէ, ասես ձեր բարեկամներից է։ Իմ բարեկամներից։ Ով է։ Ոնց ով է։ Հայաստանի իմ վարչապետ, շիլակը դալար։ Ես ուզում եմ, որ մենք դառնանք բարեկամ հալար։ Ինձ պես լավ տղա քուչեքում չկա։ Հայաստանի վարչապետ, թող դառնամ քեզ պես։ Ասա Զոնքաժանում ենք պարկասնում այսօր բոլորին։ Չհասկացա, ինչ Զոնքան, ինչպես է։ Ոնց Լուիզա մայրիկն է եղածում ես։ Դու աղջիկ չունես։ Ունեմ։ Ինձ դարձնում ես քո պես, հա։ Միսա, մի հատ շուտ դուրս արի ստեղից։ Լավ էլի Լուիզա մայրիկ, խնդրում եմ, ինձ դարձրու քեզ պես, հա, ուղարկի Վատիկան որպես Հայաստանի դեսպան։ Մի հատ հերոստալի կվեկանեմ կբզբզամ էլի։ Ինձ է կանաս էլ չասես, միսակ կանաս ասես միսիկ։ Սիկ։ Դե լավ էլի Լուիզա մայրիկ։ Գնաս տեղից ասեցի։ Լուիզա մայրիկ, ես գնում եմ, բայց հետ եմ գալու։ Աղջիկներ, տեսնում եք ինչա կատարվում։ Խնդրում եմ, էլի գնացեք այստեղից, ճանապարհի հարցերը պիտի լուծեմ։ Լուկաշենկոն 2 ժամից պետքա գա, Ժարիտի ցեխի գործարանա ուզում ստեղ բացի։ Բացի դրանից էլ այդ երթևեկության հարցը խայտարակ վիճակ է։ Վայ, ես շատ լավ լուծում եմ, գիտեք գտել։ Այդ երթևեկության վիճակը ի՞նչ է։ Այ օրինակ ինչա մեր փողոցների անունները տղամարդկանց անուններով։ Օրինակ քերու փողոց եք դարձնեք քերակնոջ փողոց։ Նո մտածում ես խոսում ես։ Այս վերջի դեպքից հետո քերակնոջ անունը չտեսվի տիկին։ Լսեք, հասկացեք, ես շատ կարևոր փաստաթուղթ ունեմ ստորագրելու հենց վաղը։ Բայց վաղ ամսի 19-ն է։ Բայց պատմության ընդհանուր ժամանակահատվածով 19-ին ոչ մի ողբերգական դեպք չի արձանագրվել։ Ոնց թե ոչ մի ողբերգություն չի եղել։ Բա Մաշի հարսանիքը։ Մաշով է։ Վայ, Մաշի իմ ընկերուհին է։ Այդ այնց քոպես ինչ չլսեց, հարսանիքը ամսի 19-ին արեց ու մի ամիս հետո իր իսկ սենյակում հարսնակրաճը բռնցրեց։ Հաստատ։ Հա, հաստատ, հարսնակուրի ես։ Հացակ չուներ, ով է մեղավոր։ Տիկին վարչապետ 1000 անգամ նորից կներեք աղջիկներ։ Էլի այցել ունենք տիկին վարչապետ։ Հիմա ով է։ Մի հատ կին երեխայի հետ։ Լավ թող գա։ Համեցեք, եկեք։ Բարև ձեզ, տիկին վարչապետ։ Բարև ձեզ, եթե կաթի հարցով եք, ես հերթը կանգնած է, կարթի հարցերն եք լուծում։ Չէ, ես ավելի կարևոր հարցով եմ եկել։ Ասեք։ Ես Միսակի կինն եմ, եկել եմ խնդրեմ, որ ձեր աղջկան ամուսնացնեք Միսակի հետ։ Միսակ։ Դե լավ էլի Լուիզա մայրիկի, ինչ ասի կասի չէ։ Միսակ, մի հատ ընտանիքիդ վերցրու, ստեղից շտապ դուրս եկեք։ Լավ Լուիզա մայրիկ, մի հատ խնդրանք ունեմ, եթե հետի անես, համ ընտանիքիս, համ էլ ես ժողովրդին վեկալում եմ դուրս գանք ստուց։ Ասա։ Լուիզա մայրիկ, խնդրում եմ, էլի օպերան կլինի քանդենք տեղը ճամբար սարքել։ Թող Սոփորությունները Լուիզա Ներսիսյան եւ ընկերներ։ Սուրեն Շավերդյան ձեր կարծիքը։ Օպերան մի քանդեք, խնդրում եմ։ Հակառակը կարծում եմ Գյումրիում եւ Վանաձորում էլ են օպերային թատրոններ մեզ հարկավոր։ Շնորհակալություն գեղեցիկ ելույթի համար։ Շնորհակալություն շատ։ Արտյոմ Կարապետյան։ Շատ լավն է միտքը, հետաքրքիր է պատկերացնել։ Լուիզայի տարբերակը շատ հետաքրքիր է։ Այո, մենք առաջադրենք ձեզ Լուիզա Ներսիսյան։ Շատ լավ, 26 թվականին։ Սոփորությունները Արտյոմ Կարապետյան, Գրիգոր ջան։ Ես միշտ հիացել եմ Լուիզա Ներսիսյանի հրաշալի խաղով, հատկապես մեր պրոյեկտների շրջանակներում մենք շատ սիրուն աշխատել ենք միասին։ Ես կուզեմ, որ միայն բեմականացմամբ եւ բեմադրությամբ Լուիզան լինի վարչապետ, ես չեմ։ Եկեք զբաղվենք ամեն մեկս մեր գործով։ Օպերանե չենք քանդի երբևիցե, այլ պետք է ավելացնենք մեր մշակութային կառույցները։ Շատ սիրուներ ապրեք։ Շնորհակալություն։ Սափարությունները Գարիկ Սերխանյան։ Լույս ջան, ես անկեղծ ասած պատկերացեցի 26 թվին կարող է։ Գարիկ ջան, ես ասում եմ, չէ, ես մարդը չէ, բայց
Դե կարելի է խիչ է որ։ Այս մարդը հրաշալի դերասանուհի է, թող։ Նա կարող է գարիկը ճամբար ուզում։ Չէ, ճամբար չեմ ուզում։ Ինչ ես ուզում բացես, կոսմետիկայի խանութ։ Ինչ վատ կլինի որ։ Հա, ես զա եմ։ Ծափարություններով Գարիկ Սեփխանյան, Գոր Հակոբյան։ Ես Լուիզին կընտրեմ վարչապետ, որովհետև հավատացի նոր ինչ որ դու անում ես ու հավատում եմ որ տենց էլ լինելու ես։ Ինձ այդ նույն ձևի բան չի փոխվել։ Երեխեք ջան, շատ ապրեք, շատ լավն եք սաղը։ Միսակը բացահայտում է իմ համար, ես չնայած նայում եմ իրան Instagram-ում, բայց շատ լավն է, թե։ Բայց չէ լայքում։ Նայում է, չի լայքում։ Լայքում եմ, ինքը տեսնում։ Հա, լայքում ես, այդքն է։ Ես էլ ուզում եմ մի հատ բարձր ծափարենք բոլորին, որովհետև անհատականությունները, որոնք իրար հետ ընդհանրապես կապ չունեն, ու այս շրջանակում թիմ են դարձել, այդ ողջունելի է, որ երեխեք, ես ձեզ շատ սիրում եմ, որովհետև բոլորիդ էներգիան շատ լավն է ու դուք շատ լավն եք։ Եկեք մի անգամ էլ ծափարենք։ Մանավանդ դու։ Այո, գորում են Լուիզ վարչապետ։ Շնորհակալություն ծափարությունները այս թիմին հրաշալի եւ շարժվենք առաջ։ Գնացինք։ Դենք եկավ ժամանակը շարժվենք առաջ։ Ես շնորհակալություն եմ հայտնում կայքի սրահ պլատինյումին։ Նրանց հասցեն փոխվել է։ Ինքներդ կկարծաք թե որտեղ հրաշալի ֆենոմենալ կայքի սրահ պլատինյում։ Դենք հարգելիներս, եկավ ժամանակը որպեսզի մենք դիտենք երկրորդ մրցույթային ելույթը եւ դա մեզ կներկայացնի եւ շոու դպրոցը եւ Գյուր Գեորգյանը ծափարություններով գնացինք։ Քանի որ այս ամանորը ծրագրային է, քանի որ այս ծրագիրը ամանորյա է, մենք որոշել ենք անել այն, ինչ ամանորին անում են բոլորը։ Իսկ ինչ են անում ամանորին բոլորը։ Ուտում են։ Երեխեք, պատկերացնում եք այս համարով կրենք։ Լավ, եկեք չմոռանանք, որ ամանոր է, որի ժամանակ իրականանում են բոլորիս երազանքները։ Եկեք երազանքներ պահենք։ Ես երազանք ունեմ։ Ես երազում եմ, որ իմ մաման ու պապան նորից միանան։ Ճիշտն ասած, ես էլ եմ երազում, որ իմ մաման ու պապան միանան։
եմ քեզ, ման։ Երեխեք, ես էլ երազանք ունեմ։ Երազում եմ, որ Հայաստանում հնդիկները քչանան։ Աննա, իսկ դու ինչ երազանք ունես։ Ես երազում եմ, որ մեր մոյկայի համար նոր աշխատողներ գտնենք։ Կարամ ես էլ երազանք պահեմ։ Վաու, դե որ տենց հա ես էլ երազանք ունեմ։ Երեխեք, ես էլ երազանք ունեմ, որի կատարվելուց հետո բոլորիս համար էլ լավ կլինի։ Ես ուզում եմ, որ ընկերծյուշը դառնա ՀՀ վարչապետ։ Ցնդել եք դուք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Իսվից ինչ վարչապետ։ Ես հեծանիվ քշել գիտեմ, որ վարչապետը լինեմ։ Դուք գոնե գիտեք, որ ես սոխով ձվածեղից զզվում եմ։ Լավ, ոնց կարամ ես վարչապետը լինեմ, եթե ես նորմալ ռուսերեն եմ խոսում։ Добрый вечер։ Ու ի վերջո ոնց կարամ ես վարչապետը լինեմ, եթե ես բլոգեր չեմ։ Լավ։ Դե որ տենց է, ես էլ երազանք ունեմ։ Ես երազում եմ, որ այս երեխեքը գոնե 2 րոպեով դառնան աշխուժ, ուրախ, զվարթ, ակտիվ երեխեք։ Խնդրում եմ, ձմեր պապ, շատ եմ խնդրում, թող կատարվի իմ երազանքը։ Խնդրում եմ, շատ եմ Ողջույն սիրելի հանդիսատես, ինչպես է տրամադրությունը։ Ծափերը, 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 ծափերը։ Սիրելի հանդիսատես, ժամանակ չեն կորցնում, մեր առաջին համարը դեպք փողոցում։ Արա։ Արա, կներես, աղբերես, քեզ են գեոչս հետ էի շփոթեք։ Կներես, էլի աղբերես։ Կներես, էլի աղբերես, կներես, էլի։ Կներես, էլի։ Իսկ դուք նկատել եք, որ ծխախոտ կորցրած տղամարդը հաճախ նման է կապիկի։ Հուրա, 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 Վերջերս շատ ակտուալ են դարձել հուզիչ հարցազրույցները։ Ամալիա ջան, կարամ ես այդ հարցին չպատասխանել։ Բայց ես ընդամենը հարցրեցի սուրճ եք ուզում, թե
Պատկերացրեք, տղամարդը վերջապես գտավ իր ծխախոտը։ Ծույլիկ աշակերտը վերջապես դաս է սովորել։ Երեխեք ջան, ով է դասը պատասխանում, որտեղ է ծնվել Հովանես Թումանյանը։ Ես ասեմ, ես ասեմ։ Չէ, ինչի՞ սովորել, դու ինչի՞ սովորել։ Աշակ, Ես սովորել, դու ես ասեմ, Աշակ։ Չի սովորել։ Ես ասեմ, ես կարող ասեմ, ես ասեմ, կտրու, ես Համլետ ջան, կասես։ Մամա տա զանգում վեկան։ Չէ, չի սովորել։ Տատի դամացել, տատի դամացել, տատի։ Ես ասեմ, ես կարող ասեմ, ես եմ ուզում ասեմ, ես ասեմ։ Այ ասա։ Դե սիրելի բարեկամներ, 12-ը զարկեց եւ մենք կրկին վերածվեցինք դդումների։ Տարին մոտենում է իր ավարտին եւ ավարտին է մոտենում նաեւ մեր այս ծրագիրը։ Գիտեք, մենք ներկայացնում ենք եւ շոու դպրոցը, բայց մեր նպատակը ընդհանրապես եւ շոու դպրոցը գովազդելը չէ։ Այո, մենք կարող էինք ասել, որ եւ շոու դպրոց դիմելու համար պետք է զանգահարել 033 77 11 37։ Բայց մենք դա չարեցինք, որովհետև մենք անկեղծ ուզում էինք այս բեմից ձեզ ծիծաղեցնել։ Այլ ոչ թե ասել, որ եւ շոու դպրոցը գտնվում է Լենինգրադյան 4 դրոպ 5 հասցեում, մարզամերգային համալիրի հենց դեմ դիմաց, այն ծաղիկների խանութներ կան այդ։ Որ չգտնեք, զանգարեք 033 77 11 37։ Իրականում այս կիսաեզրափակչին մեր նպատակը մեկն էր։ Չէ։ Մեր նպատակը մեկն էր, որ գալիք 2026 թվականին բոլորդ հիշեք մի շատ կարևոր բան։ 033 77 11 37։ Շնորհակալություն ձեզ հետ դուդուկ թիմներ եւ Ձյուշը։ Առողջություն։ Անկեղծորեն ասեմ, շատ հավանեցի ձեր ելույթը, երեխեք ջան, կոնտրաստ կար մեջը, շատ, այսինքն անցումը մի բանից մյուս բանը եւ նաեւ այդ խոդը գտած մեջը, որ երազանքի միջոցով եք անցումը անում, ամեն դեպքում պահպանելով ձեր այս դեմքերը, գտել եք մի հատ հետաքրքիր տրյուկ, որի միջոցով անցում կատարեցիք եւ մենք ձեզ տեսանք այլ ձևով ու ասեմ, որ բավականին հետաքրքիր եւ լավ խաղարկային համարներ ներկայացրեցիք։ Մի խոսքով շատ սիրուներ ապրեք երեխեք ջան, ապրեք։ Շատ հարությունները։ Արտյոմ Կարապետյան։ Ես շատ խնդացի, շատ լավն էր։ Եթե հիշում եք նախորդ խաղի ժամանակ ես ցանկություն էի հայտնել, որ այս երեխեքին տեսնեի մի քիչ ավելի դինամիկ կերպարների մեջ, իմ երազանքը կատարվեց։ Շատ լավն էր, բայց հիմա նորից ցանկություն եմ ուզում, մնացեք նորից այս տեմպի մեջ, որովհետև սենց սիրեցինք, որովհետև առաջի խաղը ամեն դեպքում ծանոթացանք։ Ես ձեզ սիրում եմ, շնորհակալություն։ Արտյոմ Կարապետյան, ձեր ծափարությունները։ Գարիկ ջան, ինձ ավելի շատ դուր եկավ այդ երաժշտական մասը, այդ մյուզիկլը, որ արկել էիք դսեղը, շատ հավանեցի, շնորհավորում եմ ձեզ, իսկապես մեծ աշխատանք էիք արել, շնորհակալ եմ։ Ինձ ուրախացրեցիք։ Ծափարությունները Գարիկ Սեփխանյանին, Գոռ Հակոբյան։ Իրականում այդ դանդաղությունը իրանց հումորները ավելի
ընկալելի է դարձնում, այսինքն հասցնում ենք մի հումորը մարսենք մինչև մյուս հումորի գալը, որովհետև այդ խոսքի ընթացքում, երբ որ նախորդ թիմը օրինակ շատ արագ էր խոսում, ես լիքը բան չէի հասցնում ըմբռնել, շատ լավն էր, կոնտրաստը, вообще առաջարկենք թող այդ կոնտրաստը պահեն միշտ, ինչ որ մի բան լինի, որ տենց մի հատ իրանք դառնան այն արագը, հետո նորից հետ դառնան դանդաղը, բայց երկուսն իրար հետ իդեալական, շատ լավն էր այս նոմերը, շնորհավորում եմ, ապրեք շատ։ Սափարությունները Գոր Հակոբյան եւ Պարոն Շավերդյան։ Շնորհակալություն, իմիջայլոց ինչն է զարմացնում, ձեր խումբը անսամբլային զգացողություն ունի։ Թիմային եք, այո, թատրոնում շատ կարևոր է, որ դերասանները օրինակ լինեն մի ոճի մեջ, կարողանում եք դա պահել, կեցեք։ Շնորհակալ եմ շատ, պարոն Շավերդյան։ Սուրճ ջան, ես ինչա, ինչի մասին է խոսքը։ Հիմա բացատրեմ, ցելի հանդիսատես իրականում երևի տպավորություն ստեղծվեց, որ մեզ համար դպրոցը գովազդելը ավելի կարևոր էր, քան այսօր բեմ բարձրանալը, բայց փորձեմ հակառակը համոզել։ Այսօր բեմ բարձրանալը անձամբ ինձ համար շատ կարևոր է, որովհետև այսօր դահլիճում գտնվում է իմ մեծագույն սերը, ում հետ իդեպ եւ շոու դպրոցի տնօրենը Մարիամը Դավթյան, ում հետ մենք պատրաստվում ենք մի քանի ժամից դիմավորել մեր կյանքի կարևորագույն ստեղծագործություններից մեկին, մեր աղջկան Սարային։ Կլացեմ, հայտարարք կլինեմ։ Ես ներողություն եմ խնդրում, բայց իրոք բառացիորեն մի քանի ժամից մենք պատրաստվում ենք վիրահատության, շնորհակալ եմ, ես ինձ, մենք պատրաստվում ենք վիրահատության և այստեղից ուղիղ պետքա գնանք հիվանդանոց, գնացինք կյանքս։ Դե ինչ, բարի ծնունդ ինչպես ասում են, ամենակարևորը առողջություն, ցավ։ Եվ այսպես հարգելի բարեկամներ, այսօրվա մեր հաղորդման վերջին մրցույթային ելույթն է եւ վերջին մրցույթային ելույթում ձեզ համար հանդես կգան Տրիո ստուդիոյի սաները եւ Ռաֆայել Ելանոսյանը, գնացինք! Այսօր կոնսերվատորիան ավարտում են բազմաթիվ երաժիշտներ, բայց արդյունքում ինչով են փող աշխատում, ռաբիզ երգելով, այո, ռաբիզ երգելով, և այսպես կոնսերվատորիան մի անգամից երկար բարակ չեն մտածել և բացել են ռաբիզի բաժին, վերջապես, գնացինք ձեր ծափարությունները ներքո։ Բարև ձեզ Ղարեբիկներ։ Բարև ձեզ, Բարև Ռաֆայել։ Եկեք մի հատ արագ ներկա բացականեն գնացինք։ Կարեն դու լրիվ կայֆալում ես օրս սարը։ Ինչ ես ուշանում։ Ճիշտն ասած պապային կրթության և գիտության նախարարի նշանակել էդ ենք նշում։ Ոնց Կարեն ջան։ Պապային նշանակել են կրթության, գիտության, սպորտի ես շատ եմ նախարար։ Կարեն ցավը տանեմ, Կարեն ցավը տանեմ, ապրես Կարեն, լավ մարդ Կարեն, նպատակներդ կկատարվեն։ Լեյլում, լեյլում։ Նստի։ Լավ, չմոռանանք ինչի մարենք հավաքվել։ Ես ձեզ հանձնարարել էի, որ սովորեիք ռաբիզի պատմությունը, չէ՞։ Խնդրում եմ թվարկեք հայոց միշտադարյան ռաբիզի քերթողը հայրերին։ Ասա։
Դե ի սկզբանե Ղևոնդյանների տոհմից Հայկ Սպիտակունին էր։ Ջան Ավոյանների տոհմից Քաչ Թաթուլ թագավորը։ Զանգում եմ քեզ ամեն գիշեր Իսկ որտեղ են նրանք գահակալում։ Դե Թաթուլ եւ Հայկո թագավորները երկար ժամանակ գահակալել են Փարվանայում։ Առիթը 5000 ամերիկյան շաբաշ եւ 2 հարճ։ Իսկ բոլորը սիրում էին Քաչ Թաթուլին եւ ասենք Հայկ Սպիտակունուն։ Դե իրականում ոչ։ Կար մի զանգված, որը ընդհանրապես չէր ընդունում Թաթուլ եւ Հայկո թագավորներին։ Նրանք այլակարծիքներն էին։ Ժողովրդական լեզվով ասած, ձև բռնածները։ Նրանք ընդհանրապես չէին ընդունում Ռավիզը եւ միայն խմած ժամանակ ասում են, որ ընդունում են Սիմոնյանների տոհմից Թաթա թագավորին։ Իդեպ ասեմ, որ Թաթա թագավորի յուրահատուկ գլխակներ, որը երբեք իր գլխից չէր հանում։ Որովհետև վիցիցիլի Թաթան այդքան էլ ռաբիշ չի։ Լավ, եթե հաջորդ հարցին ճիշտ պատասխանես, քեզի տալիս եմ 10 հատ շավուրմա։ Okay ես։ Լավ։ Գնացինք։ Որտեղ էր Թաթա թագավորի նստավայրը։ Թաթա թագավորի նստավայրն էր Հրազդան ստադիոնը։ Տոմսը 20000 հայկական շաբաշ եւ 1 հարճ։ Անապատի արև, անապատի Իմ յարի ճամփեքը լույսով պատի Լեյլեմ Լավա Ապրեք, գերազանցեր Հիմա անցնենք առաջ, ով կպատմի Ասատրյանների դինաստիայի մասին Ասա Ուրեմն այսպես սկսեմ 90-ականներին մութ էր Սկզբում Աստված ստեղծեց լույսը Հետո ստեղծեց առաջինին Արամն էլ իր հերթին ծնեց Արտաշին ու Տիգրանին Արտաշն էլ իր հերթին ծնեց Գրիշոյին Եվ սկսվեց նրանց արշավը հայկական երկաշխարում Սկզբում նրանք գրոհում էին միջին տրամաչափի զենք զինամթերքով Հայ ես դու, հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես, բախ ցավը տանեմ ես Հետո նրանք անցան ծանր տրամաչափի զենք զինամթերքին Սև աչեր, ամբողջ կյանքս տվեցիք ես սև աչեր Իսկ հետո Խարեբ Ռաֆայել Վերջականապես գերեվարելու համար հայոց երկաշխարը նրանք օգտագործեցին իրենց քիմիական զենքը Դրախտի ալվան ծալիկ է իմ փերին Անմահական նեկտար ունի շուրթերին Ծաղկած դասում դրսյալտեսա իմ յարին Իման նման իմ գեղանի մարալին Լեյլեմ Շատ լավ, ապրես դստեցին Լավ, իսկ ով կհիշի 2020-ական թվականներին Ինչ գլոբալ փոփոխություններ ունեցավ Արտաշես Արամունու թագավորի կյանքում Ասա Նոր երբ թողարկեց Չէ Ասա Երեխա ունեցավ Չէ Ասա 2020-ական թվականներին Արտաշես Արամունու կյանքում գլոբալ փոփոխություն տեղի ունեցավ Արտաշես թագավորը կորուստ ունեցավ ավելի կոնկրետ նա կորցրեց 40 կիլոգրամ Ուրփաթ շաբաթ կիրակի Չեմ գնա խաշի Խորովածը սեղանին, բայց ես չեմ քաշի Ապրես Հաջորդ հարցը 2021 թվականին Ասատրյանների տոհմից Տիգրան Արամունին շատ կարևոր դաշինք կնքեց, խնդրում եմ նշեք ում հետ կնքեց դաշինքը եւ նշեք դաշինքի բովանդակությունը Ես ասեմ Ասա Խոսքը ի սկզբանե գնում է հոп ջիվանի դաշինքի մասին, որը Տիգրան Արամունին կնքեց Արկադի իշխանի հետ, ով Դումիկունիների տոհմից էր, որտեղ նրանք խարոզում էին ոմն աղջկա, որ նրանց հետ արշավեր դեպի Եգիպտոս։ Սիրուն աղջիկ Եգուրոս, ես կտանեմ Եգիպտոս։ Իդեպ ունենք թեժ առաջարկ, եթե դուք նույնպես ուզում եք արշավել Եգիպտոս, ընդամենը 100,000 դրամով կարող ենք արշավել միասին։ Բլոգերներին եւ հարթաթաթներին անվճար։ Այսքանով ավարտվեց Ասատրյանների դինաստիայի տոհմի պատմությունը։ Ասա։ Իրականում եւ այո եւ ոչ։ 2023 թվականին ասպարեզ մտավ եւս մեկ Ասատրյան, ով իրականում կապ չուներ Ասատրյանների տոհմի հետ։ Խոսքը գնում է Ասատրյան Տաթև Թագուհու մասին։ Նա Հայաստանի պատմության ամենաուժեղ զորավարներից է եղել։ Նրանից առաջ եղել են Վարդան Մամիկոնյան, Ավարայրի ճակատամարտ, Դավիթ Բեկ, Հալիձորի ճակատամարտ եւ Ասատրյան Տաթև Թագուհի,
մարզահամերգային համալիրի ճակատամարտ։ Նա 4 օրով պաշարել էր համալիրը, 8000 պատանների էր եւ վերցրել, ովքեր իրենց կամքով հանձնվել էին նրան։ Տաթև, սիրուն տաթև, 4 երկով համալիր լցիր հորս արեք, Լավ, մի րոպե նստեք, դուք չգիտեք, որ Զանգետի դասատուի հիմարը, եկեք մի հատ ծափարենք մեր ուսմասվարի դասատուին, որ մենակ մեզ չթողեց, շնորհակալ ենք, աղբեր ջան։ Բարև ձեզ, Խարեբ Ռաֆայել։ Երեխեք ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Խարեբ Արտավազդ։ Ես հանձնարարել էի, որպեսզի պատրաստվեք էստրադայի օլիմպիադային։ Պատրաստվել եք։ Ես։ Ախր, Խարեբ Արտավազդ, հայկական էստրադան արդեն ակտուալ չի, հիմա ակտուալ է փողոցային ռեպը։ Էդ ո՞րն է։ Դե նայեք ո՞րն է, Անիտա մի հատ նվա։ Ելել են վերեն բեմի, ժուրիները նստած շարքը դեմի, սովորացնեմ քեզ ձև ռեպի, պտելի բասկի կլապապ է ուժեղ ձևի։ Թագում եմ դռները դժվար աջեք, ոտը բռնել է դռելը, խախտում ան ներվերես տեղերը, խմի որ չբացես թևերը բռնել են ձեռնել ես, խառնել ես բարերը, մորած է բարևը, սուտ ես երդվե, չորած է արևը, ջարդել է ոտերը, թավում է հոդերը, տենքան ես վաղց է գալիս է հոդերը, կոտրում եմ գանք, ունեմ լավ տանք, ժուրին մեր թանք, տագնատական, սաղին անատական, սիրում եմ շատ, խեղտող փշատ, տարով վիշապ, հանգիր մի շարք, տեղեք մի շարք, զենզարի ժատ, նարի ժատ, մանի ժատ, վերջերս տրամս վատ Իսկական, ուժե չկա աղջիկ բնական Խմում եմ բարախ տնական Խաչապուրի աջանական Բռնել ես թերզը, մաշետ է մերսը Չգիտեսելով կարալնի ներսը Մակրի երեսը, տալիս եմ արգանք պատիկ Կայլում եմ փողոցով դեմս եմ արդիկ Դեպևա միտ մարդիկ, խասետով բարդ Ընկել ես ուղակը կլիշկ է թարդ Սաղի հակազատ մարդ Մտացի ամեն մի բարդ Զգուշեղի չպացվի կարդ Արդեն տելեգրաման աղտին սերդ Կոտեղ ամաչումը հերդ Նախիրի մեջ չի էշ Պաչել ես հենց իրա թուշը չպայր խելոք Մտավ ձեռը թուշը դու եմ իշ արունակի լուչ է Վրոչի չկա պոստեն կարոչ է Okay, ես հիմա է ակտուալ, բայց օրինակ 2000-ականների էստրադայի թագուհի Այդա Սարգսյանի երգերը համ այն ժամանակ են ակտուալ եղել, համ հիմա են ակտուալ, համ էլ մի 100 տարի ակտուալ են լինելու։ Լեսկոմ, Ռաժյան, մտի։ Միասին, էլի ժողովուրդ։ Կռուկները այս առավոտ Կարունքի պես եկել են երկելով Մեղնիկ շշուկներով իրենց յարին կաչում են պարելով Շնորհակալություն։ Շոփորություններով տրիո ստուդիո եւ Ռաֆայել Երանոսյան։ Ասած ես միշտ ռաբիզին դեմ եմ եղել, բայց հետաքրքիր մեկնաբանություն էր, այսինքն ցինիկորեն էր մոտեցած եւ կեցեք, որ ծաղրում եք այս ամենը։ Չոքեք։ Այո, դուք հարկավոր է հեգնել, այլ ոչ թե պրոպագանդել այս ամենը։ Ծափարությունները Սուրեն Շավերդյան, շնորհակալություն, շատ։ Եվ ռեպի հատվածը հետաքրքիր է արվել եւ զգում եմ, որ այստեղ ապագայում ռեպ կարդացողներ
կլինեն։ Այո, շատ ճիշտ եք ասում, որովհետև մանավանդ որ տղերքը ունեն մի քանի կատարում, որը ակտուալ է YouTube-ում։ Շնորհակալություն շատ։ Ռաֆայելը սովորելու բան ունի սաներից։ Միշտ եթե ինչ որ մեկը կա դալիճում, որ ինչ որ մեկից սովորելու բան չունի, то այս գիշեր մեռնի։ Շնորհակալություն։ Խնդրեմ, բայջը։ Ինչ։ Լենին պապին ասել, սովորել։ Իսկ ով Լենին պապին ուրանում է, ասա։ Շնորհակալություն, Արտյոմ Կարապետյան։ Ասա Կարապետյան։ Ես այսօր մի քիչ դժվարանում եմ, որովհետև նախորդ խաղը ավելի շատ տպավորիչ էր ու ես ավելի էի սպասում։ Բայց ռեպը համաձայն եմ։ Ռեպը սուպեր, մալացի։ Ռեպը պլյուս։ Ռեպը ապրեք։ Շնորհակալություն պարոն Կարապետյան։ Գրիգոր ջան, որ խնդրեմ գարիկին կփոխանցեք։ Գարիկ Սեփխանյան։ Որ խնդրեմ գարիկին կփոխանցեք իր ծնողներին։ Որ խնդրեմ գարիկին փոխանցեք տնեցիկին։ Վերջացնի ասեք։ Իրականում համարի միտքը ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր էր, հա։ Երևում էր որ աշխատացա ու երաժշտական մասով տղաներին լավ գիտեմ, չէի էլ կասկածում։ Մի հատ ծափար ենք տղաներին, իրոք շատ տաղանդավոր ենք։ Դու եք եկել բարձր ծափար ենք։ Բրավո։ Ինչ խոսք ամեն ինչ հիանալի է, շնորհավորում եմ ձեզ։ Այո։ Շնորհակալություն Գորակոպյան, շնորհակալություն Գորջան լսում եմ։ Ռաֆոն իր տարերքի մեջ է, Ռաֆոին պրոստը եթե տեքստ էլ չտաս, ինքդ բեմ դուրս կա, կարող է ամբողջ բեմը վերցնել իրան, դա ես չեմ ասում, դա մեծ հոգեբանն է։ Ես տեքստ չգիտեի, որտեվ այսօր եմ եկել, տեքստերը այսօր են տվել։ Ես հասկացա, որ դու տեքստ չգիտես, բայց ամեն դեպքում ես вообще չգիտեմ ինչ եմ այսօր եկել։ Դու եմ որ բեմի։ Ես երեք պետք է գայի։ Կարամ ավարտեմ խոսք, գովում եմ քեզ։ Կարաս ավարտես։ Ավարտի։ Ռաֆոյի մասին խոսք չկա, եկեք մի հատ Ռաֆոյին բարձր ծափարենք, որ Ռաֆոյ ես եմ։ Ու մի հատ էլ շատ Երեխեք ջան, տրիո ստուդիայից բացի Ռաֆոյել կա, ծափ տվեք։ Մի հատ էլ շատ կարևոր բան ասեմ, որ մենք եկեք հասկանանք, որ չենք եկել Օսկարի մրցանակաբաշխություն նայելու, այդտեղ հավաքված են տաղանդավոր շատ երեխեք, որոնք փորձում են ստեղծագործել։ Հիմա թե լավ է ստացվում, թե վատ է ստացվում, իրանք դեռ անցնելու ճանապարհ ու ապագա ունեն։ Եկեք բարձր ծափարենք իրենց համար ու քննադատությունները փորձենք դնել կողքի։ Շնորհակալություն։ Ծոմի դեմ բանն ես Գորջան։ Դες էր ասում։ Դե Գրիգոր Դանելյան, խնդրեմ ձեր խոսքը։ Ես իդեան գիտեի այս համարի, իդեպ ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ սցենարից ոչ մի բանից տեղյակ չեմ։ Ես առաջի անգամ ուստեղ նստած։ Դե երթվի։ Իդեայից եմ տեղյակ։ Երթվի դե։ Երթվում եմ, ես իդեայից եմ տեղյակ ավելի շատ։ Всё, հավատում եմ։ Մանավանդ ես կատարումը, գիտեի որ կատարում է լինելու, բայց կատարումը դուրս եկավ։ Գիտեի որ բեմի վրա շարժվելու են։ Որ պլյուսով չի, որ ձայնը Այո, կենթանի ձայնով ես ընդհանրապես միշտ կողմ եմ կենթանի ձայնին եւ շնորհակալություն կենթանի ձայնով ռեփ լսելու համար նաեւ Կենթանիներով փորձեք մի բան անել։ Ասեմ ավելի մեր շատ սիրած կավայնում կա այսպիսի մի կանոն, երբեք պլյուսով ոչ մեկ չի երգում այնտեղ։ Այո։ Եվ դա կավերի պլյուսներից մեկն է։ Ինչևէ, այսքանը պարոն Դանելյան։ Մենք էլ ենք թատրոնում։ Շնորհակալություն Ռաֆայել Երանոսյան, սիրում եմ քեզ։ Ծափարեցրեք տրիո ստուդիո Ռաֆայել Երանոսյան։ Կրկին սկսվեց ամենադաժան պահը, մասնավորապես ամենադաժան պահը ժյուրիի համար։ 3, 2, 1 այսպիսի բալեր ունեք եւ այդ բալերը պետք է բաշխեք թիմերի միջև։ Իհարկե հազար ներողություն, կարող է ինչ-որ բան կա, ինչ-որ սկզբունքային է այդ մոտեցումը, բայց իրոք շատ դժվար է, որովհետեւ կան հավասար ուժեր ու սխալ է, ցածր կամ ավել։ Ես միանում եմ Արտյոմ ջան, քեզ, որ իրականում դժվար է ընտրություն կատարելը։ Շատ անարդար է լինում, մեկ միավոր տալ մի հատ թիմի, որը գոնե երկուսի կար։ Ես էլ եմ համակարծիք, որ պետք է մենք գնահատենք այնպես, ինչպես մեր հայեցողությունն է թելադրում։ Հետո դու հաշվարկ կանես, կհանես, կգումարես, բան կանես, բայց մենք պետք է գնահատենք, որովհետև անկեղծ ասած, հիմա ես չեմ տեսնում ստեղ որևէ թիմ, որին կարելի է 1 դնել։ 1 չունենք, հաստատ 1 չունենք։ 3-ներ ամնաց է մոտս մենակ։
Արի մենք խնդրենք բոլորիս կողմից, խնդրենք բացառություն արա, մենք փորձենք գնահատենք նենց ոնց ուզում ենք։ Մի կարող է 3 թիմին էլ 2 ենք դնում, կամ 3 թիմին էլ 3 ենք դնում, կամ 3 թիմին էլ 1 ենք դնում։ Եկեք հանդիսատեսին դիմենք էլի։ Ասեք ժողովուրդ։ Համաձայնեք հարգելներս։ Ազատ ընտրության։ Կրկին առաջարկը եկավ Գյումրիից։ Էլի առաջարկը Գյումրիից եկավ։ Էլի մի քցեք Գյումրիի վրա։ Նորմալ առաջարկություններ են։ Բոլոր ռեֆորմները։ Okay, եթե հանդիսատեսը համաձայն է, Հանդիսատես ով է կողմ, որ մենք գնահատենք նենց ոնց որ ուզում ենք։ Լավ ուղիղ հարց տանք հանդիսատեսին, մեկի կա, մեկի թիմ։ Okay, համաձայն եմ։ Սուրեն Ցավոտ։ Գնացիք Սուրեն ջան։ Այսենց կրկին ճնշեցին իշխանությանը։ Ուй խնդալու կլինի որ այսքան բազարից հետո պետք է դիպսոտ 3-2 տնենք։ Շատ խնդալու կլինի։ Ռաֆոն ամենտեղ կա։ Հարգելներս բացի նայած որ Ռաֆայել Երանցյանը հանդիսավոր է նաև նկարում է հարսանիքներ։ Արե դի մորս խոսքերն ես ասում ցավոքանը։ Գնացինք շարժվեցինք առաջ Սուրեն, հաջորդը Գրիգոր Դանելյանն է։ Գրիգոր ջան։ Խես իզ նկարում։ Ինչ է կարծում։ Այսօր ով է հաղթելու։ Ածերյալը օգտագործվելու է, որ Ռաֆայելը նկարահանում է, այո։ Անպայման էս պանորաման սիրպահի Ռաֆայել ջան։ Երեխեք ջան, շպտացեք, խնդրում եմ, երբ որ ձեզ նկարում եմ։ Եվ այսպես, արդեն իսկ փորձված մեթոդով Սուրենը գնահատականները կտեղադրի ծրարի մեջ և մենք արդյունքները կիմանանք մյուս հաղորդմանը։ Շնորհակալություն, ձեզ հետ էր Կամեդի լիգան կհանդիպենք մյուս